Դուք կարծում եք 2027-ին նորից իշխանությունը կրեց արդյոք մտավախություն չունեք, որ նույնը կլինի 2026 թվականին, որովհետև ասում են, սա ցուցիչ էր ընտրությունների։ Չէ, չունեմ, որովհետև նախ Գյումրի մենք պարտություն չենք կրել։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հավաքել է ամենաշատ ձայները, 2 անգամ ավել ձայն, քան երկրորդ տեղի ներկայացուցիչը, եւ գիտեք ինչ, ժողովրդավար երկրներում, ժողովրդավար համակարգերում, որտեղ որ ամեն ինչ կանոններով անում շատ հազվադեպ է լինում, որ 50% 50 եւ պլյուս 1% հավաքում են որովհետեւ կուսակցություն միշտ դա կոալիցիա կարող եք տեսնել Գերմանիայում, Անգլիայում եւ այլ վերջացնում։ Իհարկե ոչ չի կարող, որովհետեւ դուրս կգան Քարոզ Արշավի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ես ասել եմ Գյումրիում եմ ասել, կարամ վերջացնեմ խոսակցությունս։ Գյումրիում եմ ասում, մենք ավելի շատ ձայն ենք հավաքել, քան 2021 թվականին։ Ես դրա մեջ համոզված եմ։ Առաջարկով, որովհետև այն առաջարկը, որը որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը անում է եւ կանի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, այլ ընտրանք չունի։ Այն առաջարկ, տեսեք, այս ընտրությունները, այլ դրա մասին բաները ընտրողները կորոշեն։ Հիմա քո անձնական պատկերացմամբ բաները գնահատականները դա քոնն է։ Իմը կարող այլ տարբերակ լինի, չէ՞, որի մասին ես ասում եմ։ Կասում դա եղավ, պարոն Սիմոնյան, 21 Ես գիտես ինչ, դժվար է չէ ասել, որ հիմա մենք պատերազմի մեջ ենք։ Դժվար է չէ ասել, որ հիմա պատերազմի ողջ։ Դե այդ դրա մասին է լինելու հաջորդ ընտրությունները եւ մենք մեր խաղաղության օրակարգ առաջարկելու ենք մարդկանց եւ իրենք ընտրություն են կատարելու։ Ինչ որ բաներ ասում։ Հետո գիտես ինչ, բանի Գյումրիի ընտրությունները կամ Փարաքյարի ընտրությունները դա քաղաքական ընտրությունների մասին չէր, այսինքն եթե մենք կարող վերջացնենք, եթե մենք վերադառնանք այն Քարոզ Արշավին, որը որ տեղի ունեցել Գյումրիում, թե ընդդիմադիր գործիչների կողմից, թե նաև մեր տեխնացուի կողմից, դրանք հիմնականում տեղային խնդիրների մասին խոսակցություններ, որը որ մեծ հաշվով տրամաբանական է։ Այո, կար քաղաքական կոմպոնենտ, հա, կային նախկինները, որոնք տարբեր մարդկանց դեմքով եկան եւ մասնակցեցին, ասենք Վարդանը ներկայացնում էր բանը, Ղուկասյանը ներկայացնում էր Ռոբերտ Քոչարյանին, Էրմիսը ներկայացնում էր Սերժ Սարգսյանին, եկան ոչ իրանց դեմքով մասնակցեցին, մի կտոր ձեն տարան, հիմա փորձում են միավոր, դա քո գնահատական, ես չեմ, դա քո գնահատական, կապրենք, կտեսնենք, հաղթանակը այն է, երբ որ իր մարդիկ կունենան քաղաքապետ, երբ որ այդ քաղաքապետը արդեն Գյումրու համար կաշխատի եւ Գյումրու համար ռեալ բաներ կանի եւ Սիմոնյան, բայց քվեների մասով դուք ասում եք, չգիտեմ, կարող է եւ ունենա, ես չեմ ասում չեն ունենա, կունենան, բայց պետքա գործ անի, երբ որ այդ գործը տեղի կունենա եւ այդ մարդիկ կգնան միանձնյա ոչ թե 4 հոգանոց կոալիցիա, որի գոյությանը ես հետագա աշխատանքին ես չեմ հավատում, դուք մի քիչ ուշացաք։ Ես չեմ հավատում, որտեղ ես վստահ եմ նաև հայտարարությունից է Մարտուն Գրիգորյանի դա հնչում, որ հա, լավ, օքեյ, ես բանը կապահովենք, բայց հետո ով ասեց, որ մենք իրար հետ աշխատել ենք։ Այդ դրա մասին է խոսքը, եւ դա անվանել հաղթանակ, կներեք, օրինակ ես տենց հաղթանակ չի ուզենա ունենալ։ Այսինքն դուք ասում եք ընդդիմությունը ներողություն, ուզում եք ավելի հերվից բղավեք, ես ինչ եմ արել։ Դուք ասում եք ամենաշատ քվեները ստացավ Գյումրիում իշխանության քաղաքացիական պայմանագիրը, նաև մյուս կողմից ասում եք նախընտրական փուլում էր դա ասվում, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչներն են կամ իրենց, այսպես ասած, թիմակիցներ, այո, ստացվում է, բայց չի ստացվում, որ նրանց ձայների հանրագումարով ավելի շատ ձայները զուտ, ավելի շատ քվեարկեցին Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչների օգտին, քան քաղաքացիական։ Շատ լավ, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որոշեն, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը պետք է վերադառնան եւ ազատ ընտրություններով նման ընտրությունների մենք կընդունենք այդ ընտրությունը, բայց ես դրան չեմ հավատում։ Ես դրան չեմ հավատում։ Լավ, ուրիշ բան ասեմ։ Չէ, ես ձեր բոլոր հարցերը, լավ, մի րոպե, ձեր բոլոր հարցերը եկեք մի բանի իմի բերենք, հա։ Համապետական ընտրությունները եւ, ասենք, չգիտեմ, Սարիկ Մինասյանի ընտրությունը կամ որևիցե այլ համանքապետի ընտրությունները դա թե խոսույթով, թե օրակարգով, թե տեխնացուով, թե իր ասելիքով, դրանք տարբեր բաներ են։ Տեսեք, 2021 թվականին մենք ընտրություններում եղել է համայնք, որ հավաքել ենք 80%, եւ նույն այդ համայնքում 25% ենք հավաքել տեղական ընտրությունների ժամանակ։ Եկեք տարբերենք, եւ նես չի որ միջև այս երկու ընտրությունները որևիցե այլ համայնքում այլ կուսակցության ներկայացուցիչ համայնքի ղեկավար չկա, ուստի եկեք իմի բերելով այս թեման ֆիքսենք հետեւյալը։ Ոչ, սա որևիցե, սա ես կալկալնի խոսեմ։
Սա որևիցե ձևով կապ չունի եւ չի կարող կապ ունենալ որևիցե այլ ընտրության հետ։ Սա Գյումրիի ընտրություններ, Հարաքյարի խոշորացված համայնքի ընտրություններն են, որոնցից մենք հետևություններ ենք անում եւ անցնում ենք Հիմա առաջ։ Գյումրիում ընտրել են Վարդան Ղուկասյանին, Մարտին Գրիգորյանին, Կարեն Սիմոնյան, կարծեմ Սիմոնյանին, Ռուբեն Մխիթարյանին, թե Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին։ Թե համ նրանց իրանց դեմքով ընտրել են Ընտրել են Ռոբերտ Քոչարյանին եւ Նաեւ ինչ որ չափ այո իմանալով որ այդ մեկը ներկայացնում է այս մի թևը մյուսը ներկայացնում մյուս թևը նաեւ ընտրել են իրենց այո այս գնայեք 2021 թվականին Ռոբերտ Քոչարյանին 21% երկրով մեկ ձայն չտվեցի ուրիշ բան ասեմ 21 թվականին մենք ընտրությունները հաղթեցինք դրանից որոշ ժամանակ անց Բալասանյան դաշինքը Գյումրիում ավելի շատ ձայն հավաքեց, քան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Հիմա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ավելի շատ ձայն հավաքել, քան Բալասանյան դաշինքը այն 2021 թվականի 54%-ից հետո։ Հիմա այդ մաթեմատիկան ով ասենց քաղաքական բանով մեզ այտենց լավ բացատրելու, որ արդյոք դա չի նշանակում սա կամանա։ Չէ, այտենց չի։ Այո, տվեք։ Ես ձեզ անպայման կպատասխանեմ, սպասեք։ Ինչպիսի սցենար է հնարավոր կոմպրոմիսային, որպեսզի Գյումրու կառավարումը հետագայում այդպես չքաշի։ Ում հետ կոմպրոմիս։ Իրանք այն 2-3-4 հոգին, որոնք որ իրար հետ միավորվել են եւ ի հեճուկս իրենց նախկինում արված հայտարարությունների, ի հեճուկս իրենց անցած ճանապարհի որոշել են այնուամենայնիվ ապահովել, որ Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ, գնացեք իրենց այդ հարցը տվեք։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այնքան բան ինչքան արել է Շիրակի մարզի եւ Գյումրիի համար, երևի ցավոք սրտի չի հասցրել դեռ անել այլ մարզերի եւ այլ այո իհարկե դե բա իհարկե բա կարող է մենք ներողություն եմ չեմ կարծում այդպես բան ես չեմ կարծում որ մենք դա արել ենք Վարդանի կամ ասենք մյուսի համար իհարկե անելու ենք տեսեք Գյումրին մեր երկրի մեր իշխանության մեր բոլորի համար ամենավառ, ամենասիրուն, ամենաուժեղ լուսավոր կետերից մեկն է, ո՞նց կարանք չանենք, իհարկե անենք։ Մեր նախորդ հանդիպումից հետո ձեր խմբակցությունները նկատի ունեն եւ ձեր այն մի կորուստներից մեկը Հովիկ Աղազարյանը, որ խոստացել է, որ ԿՊ-ի հետ համարժեք է քվեարկելու, ձեր վերաբերմունքով պայմանավորված փոխել է իր որոշումը եւ հիմա ի հակադարձ ԿՊ-ի է անելու քվեարկելու։ Բայց հիմա ինչ ենք անելու։ Ինչ վերաբերմունք փոխելու բան չկա, ես իրան վերաբերվում եմ ինչպես յուրաքանչյուր մարդա, որ ունի իր սխալները, ունի իր լավ կողմերը եւ վատ կողմերը, ոչ մի ձևով ինչ արձագանք եմ։ Ես չէ, պարոն Աղազարյանին ես որևիցե ձևով չեմ նեղացել, ընդհակառակը մշտապես փորձել եմ իրեն ամեն ինչով օգնեմ եւ իր այս կեցվածքը անկեղծ ասած իմ համար անհասկանալի է, բայց այնուամենայնիվ ես իր նկատմամբ բացասական, որ ասեմ, տենց ինքը իմ համար տենց թշնամի է կամ հակառակորդ է, չէ, մեր նախկին գործընկերն է, որը իր ընտրությունը կատարել է իր բոլոր հետևանքներով։ Պատասխանել եմ դրան։ Չունի։ Էդի 44-օրյա բանի պատերազմի հանձնաժողովը նախաձեռնվել է մեր կողմից, Հայաստանի Հանրապետության վարչապետը գնացել է այնտեղ եւ ամեն ինչ պատմել է եւ այդ հանձնաժողովի գոյությունը եւ եզրակացությունը ամենաձեռնատու եւ ամենամեծ շահառուն Հայաստանի Հանրապետության այսօրվա գործող իշխանությունն է։ Պայմանավորված է ծավալով, պայմանավորված է կարևորությամբ եւ պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուր բան պետք է, այսպես ասած, կրկնակի ձևով ստուգվի եւ դա այդ հարցով կարծում ճիշտ հասցեատերը վարունգ չէ։ Մի րոպե նարեկ հարց ասում տա մի վարքան։ Ով ասաց որ չի ստեղծում։ Մենք իր անձի վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու հարցը չենք քննարկել, Քոչարյան Անդրանիկի մասին է խոսքը, չենք քննարկել, բայց ես արդեն ձեր գործընկերներին ասել եմ, որ ընդհանուր առմամբ էթիկայի հանձնաժողով, բարև ձեզ, էթիկայի հանձնաժողով ստեղծելու որոշում մենք մշտապես ունեցել ենք, որ մշտապես գործող էթիկայի հանձնաժողովն է, որ նմանատիպ հարցերի պարագայում մենք փաստի առաջ չկանգնենք։